շրջափակման հետ կապված շատերը, այսպես ասած, փորձագետները կարծիք են հայտնում, որ այսպես մեղմացումը Ադրբեջան-Նախիջևան ճանապարհների հետ կապված ինքը ավելի շատ միջանցքային տրամաբանություն ունի, ինչ կարող եք ասել, այս մասով խաղաղության պայմանագրից այսպես բանակցություններից առանձնացված ճանապարհների ապա շրջափակման մասով կան ուղիղ բանակցություններ Ադրբեջանի հետ եւ ի վերջո ինչպես ստուգվելու ադրբեջանական բեռները կամ ինչպես է դա տեղ ունենալու։ Գիտեք, տեսեք, դուք խոսում եք մեղմացման մասին, ոչ մի մեղմացման մասին խոսք լինել չի կարող, որովհետև մենք մեր դիրքորոշումները խաղաղության խաչմերուկ նախագծի մեջ ներկայացրել ենք գրավոր շատ վաղուց, այդ թվում այդ նպատակով, որ ամենատարբեր մեկնաբանություններ չլինեն։ Եվ այդ ծրագրի շրջանակներում, նախագծի շրջանակներում մենք սկսել ենք աշխատանքը եւ շարունակելու ենք։ Դրա մասին է խոսքը։ Պատասխան դեռ չկա Ադրբեջանի առաջարկին, ըստ էության գրավոր առաջարկին գրավոր պատասխան ոչ չենք ստացել, կան այլևայլ մեկնաբանություններ, բայց նաև էլի ես կարծում եմ, որ մենք պետք է process-ը ճիշտ հասկանանք, այսինքն ցանկացած նախագիծ իրականացման ընթացքում ինքը ունի նրբություններ եւ այդ նրբությունների շուրջ պետք է աշխատել եւ մենք ի սկզբանե էլ տեսեք, որ հարցի հեղինակը խոսում է մեղմացումների մասին, հենց խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում մենք ֆիքսել ենք, որ մենք պատրաստ ենք պարզեցումների, ընթացակարգերի պարզեցումների եւ ըստ էության 4 հիմնական սկզբունքների պահպանման։ Առաջինը տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Փոխադարձությունը ինչի համար է, որովհետև հիմա մենք այս փուլում առաջարկում ենք, որ երկաթուղային կապը բացենք, մասնավորապես Հորադիս երասգծի վրա, որտեղ եւ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով եւ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով իրականացվեն բեռնափոխադրումներ եւ մենք հենց այսօր պատրաստ ենք գնալ այդ լուծումների եւ ելի եմ ասում նաեւ շատ կարեւոր է արձանագրել, չէ, որ մենք երբ որ ասում ենք պատրաստ ենք այդ լուծումների, բայց մենք մեզ հարց ենք չէ տալիս, բա մեր հանրությունը ո՞նց կվերաբերվի այն լուծումներին, որոնք մենք առաջարկում ենք։ Եթե մենք այդ վստահությամբ ասում ենք, այդ նշանակում է, որ ել եմ ասում, դիվանագիտական նրբությունների պատճառով եւ քանի դեռ համաձայնեցված չէ, մենք ամեն ինչի չենք կարող զուտ կոռեկտությունից աշխատանքի տրամաբանությունը չխախտելու համար բացել։ Բայց եթե մենք ասում ենք, մենք պատրաստ ենք հենց այսօր գնալ այդ տրամաբանությամբ, նշանակում է ունենք որոշակի վստահություն, որ նաև մեր հանրության, այդ թվում Մեղրի խոշորացված համայնքի մեր բնակչության, այդ թվում Սյունիքի մարզի, այդ թվում Հայաստանի Հանրապետության բնակչությունը կտեսնի, կասի, հա, շատ լավ, նորմալ կոմպրոմիս է եւ ներողություն եմ խնդրում, փոխադարձ ընդունելի կարող է լինել, այսինքն էս է տրամաբանությունը։ Ադրբեջանը դատողանում է, Ադրբեջանը ասում է անդադար, ասում է պարոն վարչապետ, անխոչնդոտ ճանապարհ եւ ես դրա մասին բազմիցս ասել եմ։ Հիմա տեսեք, ուրեմն անխոչնդոտ չի նշանակում օրենքի, ես չգիտեմ իրենք ինչ են հասկանում։ Մենք ասում ենք մեր սկզբունքները եւ ասում ենք, որ մեր սկզբունքների շրջանակում մենք պատրաստ ենք գնալ պարզեցումների։ Տեսեք, Ադրբեջանը ըստ էության ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը, քանի որ լուծումներ չի տալիս եւ լուծումներ չի առաջարկում կամ ինչ որ մի բան, մենք դրա համար Ադրբեջանը որոշում է կայացրել, որ պետք է օգտվեն Իրանի երթուղուց։ Այսինքն սա նշանակում է, որ Իրանի երթուղին եւ պայմանները իրանց համար ընդունելի են, հակառակ դեպքում իրանք չէին օգտվի դրանից։ Եվ մենք որպեսզի նաեւ այս համատեքստում ամեն ինչ པարզ հասկանալի լինի, եւ մենք ասում ենք, որ պատրաստ ենք նույն պայմաններով, ինչ պայմաններով Իրան Իսլամական Հանրապետությունով են անցնում, նույն պայմաններով ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով, որպեսզի ի ցույց դնենք, թե այն ընկալումը, որ մեր առաջարկած պայմանները Ադրբեջանին կարող են ընդունելի չլինել, իրականությանը չեն համապատասխանում։ Եթե նույն պայման ընդունելի է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով անցնելու համար, ինչու պետք է ընդունելի չլինի Հայաստանի։ Չի այդ հարցում դառնում նաև իրենց ձեռքին խաղաքարտ։ Ոչ մի խաղաքարտ, ինչքան դա խաղաքարտ է, այդտեղ որևէ այլ մեկնաբանության տեղ չկա։ Ես եթե չեմ սխալվում,
ամռանը Երևանում տեղի ունեցավ քննարկում հրապարակային խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ եւ ես նաեւ իմ ելույթում մանրամասն անդրադարձել եմ նոյեմբերի 9-ի Ինչը ասում եք գրեթե նույնական են խաղաղության խաչմերուկը եւ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ներողություն մի հատ որպեսզի պարզ լինի։ Ես ասում եմ նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարության 9-րդ կետում չկա մի բան, որից ենթադրում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը պիտի որևէ ձևով նսեմացվի, այնտեղ չկա մի բան, որ երրորդ ուժ պետքա մեր երկրի տարածքում ներկայություն ունենա եւ ներողություն, կասեմ հեսա։ Եվ այնտեղ հստակ փոխադարձության սկզբունքը արձանագրված։ Այս առաջինը վերահսկողությունը ըստ էության ինչի վերահսկողությունը, հասկանաք, շատ կարևոր է այդ հարցի պատասխանը ստանալ եւ որտեղ վերահսկողությունը մենք այդ հարցին տվել ենք պատասխան եւ ասել ենք որ դա կարող է լինել եւ մեր ընկալմամբ դա կարող է լինել մոնիտորինգի գործառույթ որը կարող է իրականացվել Մոսկվայից կամ չգիտեմ արբանյակային կապի միջոցով արբանյակային գործիքների միջոցով ել չեմ ասում ամենակարևորը նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարությունը միայն 9-րդ կետ չունի որ մեկնաբանության տեղիք է տալիս ֆիքսված այդ թվում 2020 թվականի նոյեմբերի 10-ի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով որտեղում պետք է չլինի տեսեք ուրեմն ելի եմ կրկնում որևէ տեղ որևէ բան գրած չի որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ինքնիշխանությունը իրավազորությունը որևէ կերպ կարող է նսել չկա այդպիսի բան դա բացառված է ովքեր ասում են որ Հայաստանը նման պարտավորություն է ստացվել ճիշտ չեն ասում ուղղակի վերահսկողություն ես չեմ մեկնաբանում մի ձև ես ասում եմ Հայաստանի ինքնիշխանությունը իրավազորությունը տարածքային ամբողջականությունը որևէ կասկածի ենթակա չի եւ չի կարող լինել Մնացածը ուրիշ ժանրի Բայց ով է դա կասկածի տակ դնում Ադրբեջանը Ես չգիտեմ ով է կասկածի տակ դնում ես ասում եմ որ դա չի կարող կասկածի տակ դրվել Ինչ է տակվում ով է կասկածի տակ դրվում Ես ասում եմ որ դա չի կարող կասկածի տակ դրվել Շատ հաճախ են խոսում, որ սա խաղաղություն չէ, ինչպես նաև Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի էջը փակված չէ, իրենք պետք է այդ հարցը մտցնեն նորից քաղաքական համակարգ։ Այս հայտարարություններին Ես այդ հայտարարություններին արձագանքել եմ նույնիսկ այդ հայտարարությունները արվելուց առաջ եւ ասել եմ, որ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու։ Եվ Փաշինյանը ասում է իշխանազավթում է Ով ասում Թող Սերժ Սարգսյան գնա տեսնի թե ինչ էր ասում ինքը այն ժամանակ Սահմանազատման գործընթացից ինչ նորություն կա տպավորություն է որ գործընթացը կանգ է առել ինչպես որ կար մտավախություն որ հերթը չի հասնի օկուպացված տարածքներին Գիտեք մենք դրա հետ կապված շարունակության տրամաբանության հետ կապված նույնպես մեր առաջարկությունը գրավոր կերպով փոխանցել ենք Ադրբեջանին եւ սպասում ենք նրանց արձագանքին։ Չեն արձագանքում բան Փաշինյան ոչ ապաշրջափակման առաջարկներին ոչ սահմանազատման առաջարկներին տպավորություն է որ փակուղային իրավիճակ է։ Ես չեմ կարծում թե փակուղային իրավիճակ է եւ մենք հետեւական շարունակելու ենք սահմանազատումը շարունակելու ուղղությամբ։ Հայ-թուրքական հարաբերություններն ինչպիսի են գտնվում, քանի որ Անտալիայում նաեւ արտգործնախարարների մակարդակով երբ է բացվելու հայ-թուրքական սահմանը երրորդ երկրի ազգային Դե ինչպես տեսնում եք նախկինում ասվածին նոր բան ավելացնելու տեղեկատվություն չկա։ Խնդրեմ համեցեք Սահմանազատման հետ կապված ինչ առաջարկներ են փոխանցել։ Առաջարկները գիտեք հետեւյալի մասին են թե ինչ տրամաբանության եւ որ հատվածում շարունակել սահմանազատումը նու գիտեք որ ընդհանուր արդեն համաձայնություն կա որ հյուսիսից հարավ հիմա խնդիրն այն է թե հյուսիսից հարավի որ հատվածում իրականացնենք մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել եւ սպասում ենք Ադրբեջանի դե էլի աշխատանքային քանի որ հարցա շատ չբացա նոր սահմանադրություն է հույս ունենք արձագանքի
ղեկավարությունը մշակում, ժամկետների մասով նախ ասվում էր, որ 27, այսինքն ձեր որոշմամբ էր նաև 26-ի դեռ ակնկալում նախագիծ, հետո նաև ժամկետների մասով ասացիք թիմում կան կարծիքներ ավելի առաջ բերել։ Ես նախ ուզում եմ ասել նոր սահմանադրության ընդունման դեպքում դուք անձամբ ինչ եք կարծում, քանի որ նախկինում եք խոսել անկախության հռչակագրից, եթե նոր սահմանադրություն ունենանք, անկախության հռչակագրում հղումը նախաբանին կպահպանվի կամ պետք է պահպանվի ըստ ձեզ թե ոչ։ Գիտեք, ես 2000, եթե թիվը խառնեմ, խնդրում եմ կներեք, դուք կստուգեք 2022 կամ 23 կամ նույնիսկ 24 թվականի անկախության հռչակագրի օրվա իմ ուղերձում ես ասել եմ, որ իմ կարծիքն այն է, որ ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը, նորից ուսումնասիրելով եւ նորովի կարդալով ես ասել եմ, որ իմ կարծիքով այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, դա անհնար է։ Եթե ես սա ասում եմ, հետեւաբար ես չեմ կարող ասել, որ նոր սահմանադրության տեքստում պետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, բայց ելի ուզում եմ ասել, որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իհարկե փաստարկներ կողմ եւ դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են, քաղաքական առաջնորդը։ Այո, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, ինչ վերաբերվում է ժամկետներին։ Գիտեք ինչ, ես կուզենայի երկու խնդիր, մենք տարբերակեինք իրեն։ Ադրբեջանի ընկալումը խաղաղության գործընթացի եւ մեր սահմանադրության տեքստի հետ կապված։ Ես երեք դրան անդրադարձել եմ։ Սահմանադրական նոր սահմանադրություն ընդունելու հարցը մեզ համար օրակարգում է եղել հեղափոխությունից անմիջապես հետո եւ մենք դեռևս 2020 թվականի փետրվարին ես ինքս հարցազրույցում անդրադարձել եմ այդ խնդրին, որ կա նման խնդիր։ Եվ ես նաև տալիս ասում եք, որ այն կոնֆլիկտացին է, դրա համար եմ հարցնում ձեզ նաև դուք համարում եք, որ խաղաղության հաստատմանը դրա պահպանումը կխանգարի, դրա համար Ես համարում եմ, որ այդ հարցերը պետք է իրարից տարբերել։ Ոչ, ես իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որ ես հիմա ներկայացնում եմ տարբեր մարզերում, տարբեր հանդիպումներին, ես այդ հարցին հատուկ անդրադարձ եմ անում եւ հատուկ ընդգծում եմ, թե ինչն է պատճառը, որ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նոր սահմանադրություն պետք է ընդունվի։ Եվ կարճ ասեմ հիմա, հետագայում ես համոզված եմ առիթ կլինի այդ բանախոսությունը, որը ներկայացնում եմ, բոլորը տեսագրվում են, այսինքն ամեն ինչ պահպանված է, ամեն նախադասությունը կարելի է հետո վերստուգել։ Հիմնական խնդիրը, որ ես տեսնում եմ, հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության իրավակարգի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև օրգանական կապի խզում ունենք մենք եւ ես դա տեսնում եմ ամեն օր եւ ես դա տեսնում եմ իմ ամենօրյա աշխատանքում եւ ես դա տեսնում եմ մեր ընկալումներում եւ ես շատ մտածել եմ այդ մասին թե ինչն է դրա պատճառը իսկ իմ կարծիքով պատճառն այն է, որ իրավակարգը, որը բխում է սահմանադրությունից, կտրված է ժողովրդից մի պարզ պատճառով։ Սահմանադրական բոլոր հանրաքվենները հանրային համոզվածության համաձայն ժողովրդի անհրաժեշտ թվով ձայներ չեն ստացել։ Այլ կերպ ասած, հանրաքվեների արդյունքները մանիպուլացվել են կամ կեղծվել են, ես ինքս էլ որպես լրագրող լուսաբանել եմ բոլոր այդ հանրաքվեները եւ դուք կարող եք ժամանակի մամուլն էլ ուսումնասիրել։ Ձեր հարցը այլ բան չէր։ Ձեր հարցը Ձեր հարցը այլ բան չէր։ Ձեր հարցին իմ պատասխանը սա է, պարզապես։ Շնորհակալություն։ Ես չգիտեմ, տեսեք, ժամկետների հետ կապված ամենատարբեր կարծիքներ կան։ Դա ես հիմա ձևավորված կարծիք չասեմ, որովհետև քննարկումների արդյունքում կգանք ինչ որ մի հետևություն։